Բայց սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Սիրելի հայր, Հիսուսի անով գալիս եմ քո առաջ, խնդրում քո Սուրբ Հոգու զորավոր ներկայությունը, խնդրում քո այսօրվա ուծությունը, թարմ ուծությունը, նորոծությունը, խնդրում քո ողջ զորությամբ իջիր մեր վրա, օծիր իմ շուրթերը, խոսիր, աղոթիր, փառաբանիր, ամեն ժամանակ, ամեն իրավիճակում։ Այսօրվա եթերը հանձնում քո ձեռքերի մեջ, քո Սուրբ Հոգու զորությամբ արձակվիր մեր կյանքերի վրա, ամեն իրավիճակի վրա բեր քո պատասխանը, կեր քո կատարյալ կամքի իրականացումը, ամեն բան թող լինի քո վերահսկողության մեջ, ամեն բան բարձրացած քո կամքի դեմ Հիսուսի անով գերի եմ վերցնում ու նազանդեցնում քո ոտքերի տակ։ Հայր, քո կատարյալ կամքը թող արձակված լինի ամեն մեկիս իրավիճակի վրա ու քո Սուրբ Հոգու զորությամբ Հիսուս Քրիստոսի ձեռքով թող գա հաղթանակը բոլորիս իրավիճակում։ Փառավորվիր Հիսուս ամեն մեկիս կյանքի վրա, այն հաղթանակը, որ դու տարել ես խաչի վրա, թող արձակված լինի քո հոգու զորությամբ ամեն մեկիս կյանքի վրա ու բերի գերբնական պատասխանը, փառավորելով քո սուրբ անունը։ Ամեն Հիսուս, շնորհակալ եմ, որ ամեն բան կատարված ու ավարտված է։ Շնորհակալություն քո հաղթանակի համար, որ քո զորավոր ձեռքով իրականացրել ես ամեն մեկի կյանքում ու ողջ Հայաստանի վրա Հիսուսի անունով։ Ամեն։ Ամեն, սիրելի հայ ժողովուրդ, գիտեք, տարբեր բաներ կար սրտումս, որի մասին այսօր ուզում էի կիսվեի, բայց մի առաջնորդություն ունեմ, որը զգում եմ այս պահի համար կարևոր է, որոշ մարդկանց շատ կարևոր է սա լսելը։ Անկեղծ ասած, սրա մասին առիթ ունեցել եմ ես էլի խոսելու, չեմ հիշում մի տարի առաջ, 2 տարի առաջ, բայց ես այս մասին խոսել եմ։ Ուղղակի ինձ ստացվեց, որ այս օրերի ընթացքում հանկարծ Սուրբ Հոգին այս մասին հիշացրեց ու խոսքի մեջ, երբ որ ինչ-որ մեկի հետ շփվում էի, հենց այս ուղղությամբ Սուրբ Հոգին տարավ ու հիշացրեց այս ամեն ինչը ու դրանով ցույց տվեց, որ դա բանալին է, հաղթանակն է նման իրավիճակների մեջ ու դրանից հետո ուզում էի անկեղծ ասած ուրիշ բաներից խոսեի, բայց այս ոնց որ սա ինձ բռնել է ու քանի որ չեմ կարողանում սրանից այն կողմ անցնեմ, հասկացա, որ սա որոշ մարդկանց էլի պետք է գալու ու պատահական չի, որ ասենք երկար ժամանակ այս մասին չեմ հիշել ու հանկարծ խոսեցի։ Գիտեք, հետաքրքիրը այն է, որ ամեն մեկի կյանքում տարբեր իրավիճակներ կա, թե ընտանիքում, թե եկեղեցում, թե աշխատանքի վայրը կարա լինի, թե մարդը իր միսիոներական դաշտում, տարբեր տեղեր ու տարբեր մարդկանց հետ հարաբերություններ կա։ Գիտեք, կարևոր է այն աշխատանքը, որ Աստված ուզում է քո միջոցով անի ու բերելով աստվածային փոփոխություն այդ դիմացինի կյանքում, թե ինչ ձևով ես դու անում ու բնական է դու ցանկություն ունես Աստծո կամքը կատարելու, ուզում ես Աստծո կամքը կատարելով այդ մարդու կամ այդ մարդկանց կյանքում բերես աստվածային գերբնական փոփոխությունը, հաղթանակը, որպեսզի իրանց կյանքում գա աստվածային օրհնությունը։ Բայց ճանապարհը, որի ընթացքում մենք անցնում ենք, հնարավոր է մենք անում ենք բաներ ոչ ճիշտ ձևով, ոչ այն ձևով, ոնց իրականում այդ պահին Աստծո Հոգին ուզում է։ Գուցե մեր հասկացողությամբ, մեր մտածելակերպով մենք լուծումը դրա մեջ ենք տեսնում, բայց Աստված մեզ առաջնորդում է այլ բաներ անել, որը մեր միտքը, քանի որ նորոգված չի այդտեղում, հակառակվում է ու թույլ չի տալի Աստծո աշխատանքը։ Ու մենք ինքներս ստացվում է այն ինչ որ ուզում ենք, ինքներս էլ հենց արգելք ենք հանդիսանում ու թույլ չենք տալի, որ Աստված իրականացնի այդ հաղթանակը։ Ու դա մեր չնորոգված մտքի հետևանքն է, իսկ որպեսզի մենք կարողանանք անենք ինչ որ Աստված ասում է, մեզ ուղղակի պետք է հնազանդվել։ Մեր հին մտածելակերպը թողել մի կողմ ու հնազանդվել Աստծո ասածին, թեկուզ այդ պահին անհասկանալի է։ Գիտեք, երբ որ մարդ ուզում է հասկանալով ինչ որ բան անի, իր հասկացողությունը միշտ արգելք է։ Բայց Հիսուսը ինքը ասեց, երկրի վրա որ գամ, արդյոք հավատ կգտնեմ, թե չէ։
Այսինքն Հիսուսին պետքա ոչ թե հասկացողություն, այլ հավատք, որ ինքը մի բան ասի, մարդ հավատա, անի ու պտուղը տեսնի։ Ու սա ասելով ես ուզում եմ հիմա հիշացնեմ ձեզ մի երազ, որը պատմել եմ, չեմ հիշում 2 տարի առաջ ա եղել, մի տարի առաջ ա եղել, բայց այս վկայությամբ ես ուզում եմ հենց ասեմ այն կարևոր հաղթանակի մասին, որը կգա իրավիճակիդ մեջ, որը այդքան ուզում ես տեսնես, բայց առայժմս ինքդ քո սեփական մտքով արգել քեզ Աստծո հաղթանակին։ Գիտեք, այս երազը ես տեսել եմ 16 տարի առաջ, այդ ժամանակ ես 38 տարեկան էի, ու ես երազից մեջ Գերմանիայում էի, ես Գերմանիայում երբևէ չեմ եղել, բայց այդ երազի մեջ այդ ձև էր, ես չգիտեմ պատճառը ինչն էր, որ Աստված այդ ձև էր ցույց տալի, ուրեմն ես Գերմանիայում եմ ապրում, այն շենքի մեջ, որտեղ բնակվում էի, 4-րդ հարկում էր, ու իմ դիմացը կար մի շենք, որի 2-րդ հարկում ապրում էր մի ծանոթ կին, իմ համար բավականին մտերիմ կին, իսկ երազից մեջ հասկանում որ ինքը իմ ընկերն է, բայց տարիքով ինքը բավականին ինձանից մեծ էր, 53 տարեկան էր, մենք քուր ախպոր նման այդ ձևի ընկերություն էր, ինքը հարազատ մարդ էր իմ համար, ու ես իմ լուսամուտից երբ որ նայում էի 4-րդ հարկից, տեսնում էի իր տունը, որը պատուհանները ամբողջությամբ բաց էր, վարագույրներ չկար, ու ես տեսնում էի իր կյանքը, ու հետաքրքիր է, որ ինքը երբ որ գնում էր աշխատանքի, ինչ որ տեղ էր աշխատում, ես չեմ կարող հստակ ասեմ դա ինչ վայր էր, հնարավոր է ինչ որ կենտրոն էր, ժամանցի, ամեն դեպքում ինձ էր ստացվում, որ իմ ընկերոջ հետ, որի չեմ ճանաչում, ամեն օր միասին գնում էինք այդ իր աշխատանքի տեղը, այդ վայրում մեր ժամանակը անցկացնելու։ Ստացվում էր, որ ես ամեն օր այդ կնոջը տեսնում եմ եւ իր տանը, ինքը իմ աչքի առաջ է իր ամբողջ կյանքը, եւ իր գործի տեղն եմ իրան տեսնում ամբողջությամբ, այսինքն ինքը ստացվում էր, որ ամբողջ օրը իմ հայացքի առաջը, դա Աստծո հայացքն է, որ այդ կնոջ վրա էր ու ցույց էր տալի, որ ինքը տեսնում է ու ամեն ինչ գիտի, վերահսկում է, ու Աստված թույլ էր տալի, որ այդ ամեն ինչը տեսնեմ, ու այն ինչ որ ես տեսնում էի, դրա մեջ կար մեղքի բաժին, այսինքն կար կյանքի մի հատված, որը իրանից ներկայացնում էր մեղքը, ու ես տեսնում էի այդ կնոջ մեղքերը, ու ես ինքս քանի որ դա տեսնում էի, շատ մտահոգված էի, քանի որ ես իրան հարազատ մարդու պես էի ընդունում, որպես քրոջ, բնական է ես ուզում էի, որ ինքը ազատ լիներ այդ մեղքերից, ու ես իմ երազի մեջ գնացի իրան ասեցի իր մեղքերը, ու հույս ունենալով բնական է, որ ինքը կապաշխարի, կզղջա, անմիջապես դրանից հետո կգա փոփոխությունը, հիշում եք ելիկվա եթերից մեջ ես ասում էի, որ Նաթանը եկավ Դավթին հանդիմանեց մեղքի համար, Դավիթը անմիջապես ապաշխարեց ու դա եղավ իր փրկությունը, ու այդ երազի մեջ էլ ես նման ակնկալիք ունեի, ես մտածում էի, որ հենց իր մեղքի մասին իրան ասեմ, ինքը անմիջապես կզղջա, կապաշխարի ու կգա աստվածային փոփոխությունը, բայց ես հատուկ ինչ-որ բան չէի նկատում իր կյանքում, որ փոխվում էր, ու ես գալիս էի իմ սենյակ առանձնանում էի ու աղոթում էի, ասում էի Աստված ջան, ների իրան, ինքը չի հասկանում ինչ է անում, ու հաջորդ օրը ես տեսնում էի, որ նորից ինքը նույն կյանքով ապրում, ոչ մի բան չի փոխվել, ու նորից գալիս էի սենյակ, փակվում էի, աղոթում էի, ասում էի Աստված ջան, ների չի հասկանում ինչ անում, ու ինձ Աստված մի բան ասեց իրան մի գնա, իր մեղքը մի ասի, այլ գնա ասա դու իմ սուրբն ես, դու իմ օծյալն ես, այսինքն մի բան, որը աչքի երևույթով ես ուրիշ բան եմ տեսնում, բայց Աստված մի բան է ասում, որը ընդհանրապես հեռու է իրականությունից, ու քանի որ իմ միտքը ուրիշ բան է հասկանում, ես հավատքով չեմ կարող ընդունեմ այն ինչ որ Աստված ինձ ասում է, ու ես հաջորդ օրը գնում եմ այդ կնոջ մոտ նորից ու իրան ասում եմ իր մեղքերը, նորից գալիս եմ սենյակ, նորից ապաշխարում եմ, իր փոխարեն ասում եմ Աստված ջան, ների, չի հասկանում ինչ է անում, ու Աստված ինձ նորից ասում է մի գնա իրան մի ասա իր մեղքերը, երբ որ դու գնաս ասես
դու իմ սուրբն ես, դու իմ օծյալն ես, իմ զորությունը կկպնի իրան ու իրան կազատագրի։ Ես հաջորդ օրը գնում եմ այս կնոջ մոտ, նորից իրան ասում եմ իր մեղքերը, նորից գալիս եմ իմ սենյակ, նորից աղոթում եմ, նորից ասում եմ Աստված ջան, ների չի հասկանում ինչ է անում, ու Աստված նորից ինձ ասում է մի գնա իրան, մի ասա իր մեղքերը, գնա ասա դու իմ սուրբն ես, դու իմ օծյալն ես։ Ու երբ որ դա ասում էր, այդ պահին այդ երազից մեջ այդ խոսքերի վրա մի հատ էլ տեսիլք եմ ես տեսնում եմ այդ կնոջը կանգնած բեմի վրա, ու շատերը երևի տեսած կլինեք Ռեյխարդ Բոնկեի հավաքույթները Աֆրիկայում, երբ որ ինքը բացօթյա ծառայություն է անցկացնում ու միլիոնավոր մարդիկ են, վերջը չի երևում։ Ու ես այդ կնոջը տեսնում եմ նույն կարգավիճակում բեմի վրա կանգնած, հաստ կոշիկներով, կաբլուկներով, որը խորհրդանշում է ավետարանչի ծառայությունը, ու երկար կապույտ պլաշով, որը խոսում է Մարգարեի օծության մասին, ու ես տեսնում եմ, որ ինքը այդ օծյալն է, ու ինքը քարոզում է այտենց միլիոնավոր մարդկանց, վերջը չէր երևում, ու ես տեսնում եմ, որ իր քարոզչության արդյունքում շատերը փրկվում են, այսինքն Աստված, երբ որ ինձ ասում է գնա ասա իմ սուրբն ես, իմ օծյալն ես, դրանով նաև ցույց է տալիս, թե ինչ է պատրաստել իր համար, թե ինչ ծառայություն պետք է իրականացնի իր միջոցով։ Դրանից հետո նորից ես գնում եմ այս կնոջ մոտ ու ասում եմ իր մեղքերը, ու նորից գալիս եմ սենյակ, ու նորից Աստծուն ասում եմ Աստված ջան, ների չի հասկանում ինչ է անում։ Այսինքն Աստված ինձ անդադար հարցի լուծումը ուրիշ տեղ է տալի, իմ հին մտածելակերպը ինձ արգելք է, ու ես անընդհատ կրկնում եմ նույն բանը, ինչ որ անում եմ, անդադար շեշտադրելով իր մեղքը, բերելով Աստծո առաջ, հույս ունենալով, որ Աստված այդ ձևով պետք է իրան ների ու իր կյանքում բերի փոփոխությունը։ Այսինքն ամեն օր ես նույն process-ի մեջ եմ, Աստված ինձ մի բան ասում, ես մեկ այլ բան եմ ասում, ու տենց շարունակվեց օր օրի վրա, ու մի օր այդ կինը մահացավ ու գնաց դժոխք, ու Աստված ինձ ասեց, այդ կնոջ արյունը քո ձեռքերից եմ պահանջելու։ Գիտեք, ես արթնացել էի ու ես իմ տեղը չէի գտնում, ես շատ անհանգստացած էի, որտեղ հասկանում էի, որ այս երազի միջոցով Աստված ինձ լուրջ բան է բացատրում։ Առաջին բանը, որ կատարվում է, նախ պետք է իմ մտածելակերպը փոխվի, որ ես կարողանամ անտեսանելին հռչակեմ ու ասես թե կատարված, այսինքն իմ աչքի երևույթով չշարժվեմ, այլ խոսեմ բաներ, որ Աստված է ասում, անտեսանելի բաների մասին ասեմ, որը բացարձակ ճշմարտություն է, եթե գալիս է Աստծո հոգուց։ Ու սա մտքի աշխատանք է, որը այդ պահից սկսած Աստված սկսեց, ու անկեղծ կլինեմ, այդ ժամանակներում իրականում իմ մտածելակերպը հենց այդ ձևել կար։ Ես մարդու մեղքերը կարայի տեսնեի, ու երբ որ գնում էի ու հանդիմանում էի, մտածում էի, հեսա ինքը կապաշխարի, ու ինքս էլ իր համար բարեխոսական աղոթք էի անում, մտածում էի, որ դա հենց հարցի լուծումն է, այնինչ Աստված ինձ հստակ ցույց էր տալի, որ շատ կարևոր է, որ դու կարողանաս մարդու մեջի գանձը գտնես ու խոսես այն, ինչը որ այդ պահին աստվածային է, որն էլ եւ բերելու է փոփոխություն։ Գիտեք, հետաքրքիր է, որ անցավ 5 տարի։ 5 տարի հետո ես շատ պատահաբար լսեցի Քրիս Վալտոնի քարոզները, չգիտեմ, գուցե ձեզանից որոշ մարդիկ ճանաչում են, եթե չեք ճանաչում, կարող YouTube-ով փնտրեք Քրիս Վալտոն, ինքը շատ ուժեղ մարգարե է, ու ես իմ էջում եղել է, որ իր եթերներից որոշակի հատվածներ տեղադրել եմ իր ծառայություններից։ Ու գիտեք, այս YouTube-ով որ նայում եմ, պատահաբար 5 տարի հետո ես լսում եմ Քրիս Վալտոնի վկայությունը, ու ինքը պատմում է, ասում է, ես սովորություն ունեմ ծառայության ժամանակ, կարող քարոզելուց ելնեմ, հանկարծ քարոզը դադարեցնեմ, մատս պահեմ ինչ-որ մեկի վրա, հանեմ, կանգնացնեմ ու սկսեմ իրա մարգարեանալ, ու տենց ասում է, կարող ծառայության ժամանակ 2, 3, 4, մի քանի հոգու վրա նման ձևով մարգարեական ուղերձներ ուղեմ, ու բոլորը գիտեն, որ արդեն իմ ծառայություններում նման բաներ է լինում, ու ասում եմ, մի անգամ ծառայության ժամանակ մի հատ երիտասարդ էր, որին ցենց էլի կանգնացրեցի ու ասեցի դու Աստծո օծյալն ես, դու Աստծո Նազարեին ես, ու վերջ նստեցրեցի,
ու այսինքն Քրիս Վալտոնը պատմում է այդ ամեն ինչը այն բանից հետո, երբ որ ասում է իմ մոտ եկավ մի երիտասարդ մի աղջկա հետ ու խնդրում էր, որ ես իրանց համար աղոթեմ, օրնեմ, որ իրանց ամուսնությունը։ Ու հետո այդ երիտասարդը իրեն հարցնում է, ասում է, ինձ հիշում ես։ Քրիս Վալտոնը ասում է, չէ, չեմ հիշում։ Ասում է, ես չեմ հիշում, դե մի տարի առաջ է եղած ըրնուն, թե 8 ամիս առաջ է եղած ըրնուն։ Ասում է, ես այդ օրը եկել էի հավաքույթի, դու քո մատը պայեցիր իմ վրա, ասեցիր կանգնի, հետո ինձ ասեցիր դու իմ սուրբն ես, դու իմ Նազարեին ես։ Քրիս Վալտոնն ասում է, գիտես, ասում է, դες բաներ այնքան հաճախ է իմ կյանքում կատարում, որ չեմ կարող բոլորին հիշեմ, թե ում ինչ եմ ասում։ Բայց քանի որ ասում է պատմում ես, ինչու՞մն է հարցը, որ տենց այդ պահը շեշտադրում ես, ու այդ տղան պատմում է, ասում է այդ օրը, ասում է իմ ընկերները ինձ զորով բերել էին հավաքույթի, ասում է ես նույնիսկ թմրանյութի ազդեցության տակ էի ու ինձանից էլ հույս չկար։ Ասում է հենց այդ օրն էլ հավաքույթի նստած թմրանյութի ազդեցության տակ եմ եղել։ Ասում է ու դու քո մատը պայեցիր իմ վրա, ասեցիր կանգնի, ու ասում է երբ որ ես կանգնեցի դու ինձ ասեցիր դու իմ սուրբն ես, դու իմ Նազարեին ես։ Ու ասում է երբ որ դու դա ասեցիր, ասում է մի հատ զորություն իջավ իմ վրա։ Ու միանգամից ես ազատագրվեցի։ Ասում է իմ ընկերները, որ ինձ բերել էին այդ օրը, երբ որ լսեցին քո մարգարեությունը, ասում է ապշած էին, երևի մտածում էին, որ դու հոգու մեջ չես այդ օրը, որտեղ ես արդեն իսկ թմրանյութի ազդեցության տակ եկել եմ, կամ ինչ Նազարեի մասին խոսք կա, եթե ես մեղավոր կյանքով ապրող մեկն եմ։ Ասում է, բայց հենց քո խոսքերից հետո Սուրբ Հոգին կպավ ու ազատագրեց ինձ անմիջապես, ու այդ պահից սկսեց իմ կյանքը փոխվել է, ու անցել այսքան ժամանակ, հիմա ես արդեն սկսել եմ երկար այդ օրվանից հետո եկեղեցի հաճախել, ու հիմա էլ ուզում եմ արդեն ընտանիքս կառուցեմ, այս աղջկա հետ միասին ուզում ենք ամուսնանանք։ Ու երբ որ ես լսում ես վկայությունը, գիտեք, դա շատ տիպիկ օրինակ էր այն իմ տեսած երազի նման։ Իմ երազի մեջ ես պարտություն էի կրել։ Իմ միտքը խանգարում էր, որ ես կանեի անեի այն ինչ որ Աստված ինձ ասում էր։ Իսկ այս իրական դեպքով, որ ես վկայությունը լսեցի 5 տարի հետո, ես փաստացի տեսա պատասխանը, ասես թե երազի շարունակությունը տեսնեի։ Ես տեսա, թե իրականում ինչ կարա լինի, ոնց է Աստված իրականում ասում ու իրականացնում, բերելով իր զորությամբ գերնական փոփոխությունը իրավիճակի վրա։ Ու գիտեք, հիմա երբ որ ես այս մասին խոսում եմ, ձեր մեջ կան մարդիկ, որ վարվում են նույն ձևով, ոնց ես վարվում էի։ Դուք տեսնում եք մեղքը ու մտածում եք, եթե մեղքի մասին գնաք ասեք, դա է, որ պիտի բերի փոփոխություն։ Բայց աստվածային հաղթանակը գալիս է այլ ճանապարհով։ Աստված այդ մեղավորի մեջ, որին դու ուզում ես, որ ինքը հանդիպի Աստծուն, որ իր կյանքում տեղի ունենա փոփոխություն, Աստված ուզում է իր մեջ գտնես այն գանձը, որն էլ եւ շրջադարձային փոփոխություն է բերելու իր կյանքում։ Դրա համար շատ կարեւոր է, որ դու իրան տեսնես Աստծո աչքերով։ Ինքը Աստծո սուրբն է, Հիսուսի արյունով լվացված, մաքրված, սրբված է, թեկուզ դեռ աշխարհում է։ Տեսեք, այդ նարկոման երիտասարդը աշխարհիկ էր, բայց Աստված իրան անվանեց իր սուրբը, ինչի պատճառով։ Հիսուսի արած զոհի պատճառով։ Հավիտենականության մեջ Աստված ամեն բան իրականացրել է բոլորի համար։ Ու կապ չունի մարդը այսօր ինչ կյանքով է ապրում։ Եթե Աստված մեկին ասում է, որ իր սուրբն է, ուրեմն այդ մարդը դառնալու է իր սուրբը։ Հավիտենականության մեջ կատարվել է հաղթանակը։ Հիսուսի զոհը, Հիսուսի արյունը լվացում, մաքրում, սրբում ու արդարացնում է ամեն մեղավորին։ Դրա համար շատ կարևոր է, որ մենք իրականում Հիսուսի հայացքը ունենանք ամեն իրավիճակի վրա։ Ու այսօր տեսեք առաքելական եկեղեցու հետ կապված էլ այս ամեն ինչը որ կատարվում է, շեշտադրվում է մեղքը։ Ես չեմ ասում այդ մեղքը չկա, բայց տեսեք այդ թմրամոլը նույն մեղքի մեջ էր, բայց Աստված իրան ուրիշ բան ասեց։ Դրա համար ես ասում եմ, որ մեր առաքելական եկեղեցին Աստծո զորությամբ բարձրանում է Աստծո փառքի ու Աստծո ծրագրերի համար։ Հարության զորությունն է իջնում առաքելական եկեղեցու վրա ու կատարում է
վերափոխումը Աստծու հոգով, ոչ թե մարդկային ջանքերով, մարդկային ծրագրերով, ոչ թե մարդկային ջանքն է ու մարդկային մտածելակերպն է, որ բերելու է փոփոխությունը, այլ Աստծու հոգին է, որ քանդում է մեղքը ու Աստծու կատարված աշխատանքը, Հիսուսի զոհը բերում է կատարյալ հաղթանակը իրավիճակների վրա։ Հարության զորությունը քո վրա առաքելական եկեղեցի, դու կանչված ես Աստծու փառքը ամբողջ աշխարհով տարածելու, ինչը որ դարեր առաջ արել ես ու սրանից հետո էլ կանես, ու ոչ մի զենք քո դեմ ուղված հաջողություն չունենա, որովհետև Տեր Հիսուս Քրիստոսը գինը վճարել է քո համար ու քեզ պահել է, բարձրացրել է ու օգտագործելու է քո միջոցով զորավոր մեծ արթնության համար ողջ աշխարհով մեկ։ Տիրոջ օրհնությունը քո վրա առաքելական եկեղեցի, բարձրացրի Աստծու փառքի մեջ Աստծո ծրագրերի համար Հիսուսի անունով։ Օրհնում եմ ամեն մեկիդ, որ ամեն մեկը ձեր հին մտածելակերպը թողեք ու հնազանդվեք Աստծուն, արեք այն ինչ որ Աստված է ձեզ ասում, հռչակեք անտեսանելին, ասես թե կատարված վերջացած, որովհետև խաչի վրա Հիսուսի ձեռքով ամեն ինչ կատարվել է։ Բոլոր հաղթանակները Հիսուսի ձեռքով պատկանում են քեզ, քո ընտանիքին, քո հարազատներին, քո քաղաքին, քո երկրին, քո ժողովրդին։ Հռչակի Տիրոջ հաղթանակը իրավիճակի վրա ու թող Տերս իր զորավոր ձեռքով բերի փոփոխությունը ու դու տեսնես Աստծո փառքը։ Շնորհակալություն սիրելի Հիսուս, որ դու արդեն ամեն բան կատարել ու ավարտել ես, օրհնել ես Հայաստանը ու բարձրացրել ես Հայաստանը քո փառքի ու քո ծրագրերի համար, այն կոչումի համաձայն, որ կանչել ես։ Շնորհակալություն, որ Մինի Արարատի ասքանազի սահմաններով Հայաստանը բարձրանում է Աստծուն ճանաչողության մեջ, ամբողջությամբ Հիսուս Քրիստոսի արքայությունը այս տարածքի վրա տարածված է, մարդիկ անձամբ են հանդիպել Հիսուսի հետ, անձամբ են վերապրել Աստծո սերը, ոնց Պողոս առաքյալը, որ մի ժամանակ Աստծո թշնամին էր ու հալածում էր Հիսուսին հետևողներին, հանդիպում ունեցավ Հիսուսի հետ, իր կյանքը շրջադարձային փոխվեց։ Այս ամբողջ տարածքը Մինի Արարատի ասքանազի թագավորությունը ամեն մեկի կյանքում թող լինի անձնական հանդիպում քո հետ Հիսուս, որ ամեն մեկի կյանքում գա վերափոխումը, ամեն մեկը վերապրի քո սերը ու համոզված արդեն, որ դու ես միակ ճշմարիտ Աստվածը, սկսի տարածել քո արքայությունը։ Օրհնում եմ ամեն մեկին Հիսուսի անունով, որ կանչված է քո զորավոր ծրագրերը այս երկրի իրականացնելու ու քո փառքը ամբողջ աշխարհի վրա տարածելու։ Օրհնված լինի քո կատարյալ կամքը Հիսուս Քրիստոսի անունով ամեն իրավիճակի վրա։ Ամեն։